Մենք տաղավարում ենք առավոտ լուսոն շարունակվում է սիրելի հեռուստադիտողներ եւ գնալով դեպի ամփոփում մեր հյուրերի հետ խոսելու ենք երաժշտական շատ կարևոր մի իրադարձության մասին։ 2026 թվականի հունիսի 23-ից 28-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի տարածաշրջանի համար բացառիկ կրթական իրադարձություն Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան։ 2024 թվականին հիմնադրված այս նախաձեռնությունը կրկին համախմբում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ եւ եվրոպական միության երիտասարդական նվագախմբերի գլխավոր դիրիժորին եւ երիտասարդ տաղանդներին, առավել մանրամասն արդեն մեր հյուրերի հետ։ Սա իսկապես շատ կարևոր մշակութային իրադարձություն է, որը տեղի է ունենում հենց Երևանում եւ որի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Մեզ հետ են Պրիմավերա հիմնադրամի համահիմնադիր գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան, բարի լույս, եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալաքյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում։ Երևի թե մինչ կսկսենք ներկայացնել, թե ինչ է կատարվելու երկրորդ ծրագրի շրջանակներում գանք ակունքներից հասկանանք ինչ հաջողություններ եւ հաղթանակներ գրանցեցինք առաջին դեպքում եւ որի հիմքով արդեն շատ համարձակ Հայաստանում մենք սկսում ենք արդեն երկրորդ փուլը։ Давайте начнем разговор о том, как началось все, какие были уже достижения в первый раз и что имеем сейчас. Надо сказать, что Василий Петренко впервые приехал в Армению по приглашению маэстро Топчана. И это было в 22 году. Страна его покорила, потому что это был его второй визит, а до этого он был только как турист, подростком, еще очень-очень давно. И мы стали обсуждать идею создания его личного образовательного проекта, потому что у дирижеров такого уровня бывают личные образовательные проекты, когда есть время и желание. И сделать Армению домом, чтобы Армения на короткий период времени в году становилась таким центром дирижерского мастерства и искусства. Маэстро Топчан тоже поддержал этот проект, и в первой академии в 2024 году мы получили заявки из 15 стран мира. Поскольку маэстро очень занят, он дает больше 120 концертов в год, это привело к тому, что следующую академию мы смогли спланировать только через 2 года, сейчас. Но сам факт, что звезда такого уровня соглашается приезжать в Армению регулярно и приезжать не только выступать, но еще и учить, это на самом деле феноменально. Мы все слышали, мы все видели, что в Армению сейчас приезжает потрясающее количество замечательных музыкантов. Но они приезжают один раз. А когда это происходит регулярно, мы, как страна, мы появляемся на музыкальной карте мира. Я говорю мы, потому что я здесь просто давно уже, с 2019 года. Уже, наверное, могу сказать мы. Եվ այո, մայստրո Պետրենկոն 22 թվականին առաջին անգամ որպես դիրիժոր հրավիրվել է պարոն Թոփչյանի կողմից, ղեկավարել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, նա արդեն երրորդ անգամ հանդես կգա նվագախմբի հետ, այս տարի եւս 28-ին հունիսի եւ ինքը մինչ այդ Հայաստան եղել է պատանեկան տարիներին որպես տուրիստ եւ շատ սիրել է մեր երկիրը, այնուհետեւ արդեն մասնագիտական կապերով կապվեց Հայաստանի հետ եւ այնքան ջերմ եւ ընդունելության արժանացավ եւ լավ զգաց իրեն, որ որոշեց, որ իր կրթական ուրեմն այս իր միջոցառումը կարող է հյուրընկալվել Հայաստանում եւ լինի տունը այս ակադեմիայի։ Հետաբար 24 թվականին առաջի անգամ իրականացվեց եւ մայստրո Էդուարդ Թոփչյան նույնպես ողջունեց այսօր մենք դա արվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, քանի որ դիրիժորներին անհրաժեշտ է առաջի հերթին նվագախումբ, որպեսզի նրանք կարողանան անցկացնեն դասընթացները եւ դա շատ մեծ ինչ ասեմ, բախտավորություն է երիտասարդ դիրիժորի համար նման փորձ ունենալ եւ 15 երկրներից են եղել դիմումները 24 թվականին, իսկ այս տարի արդեն 60-ից ավել երկրներից եւ ընտրվել են շատ 6 հոգի ընդամենը, որոնք կանցնեն հունիսի 23-ից 28-ը, ուրեմն այդ վարպետության դասերը։ Նախաձեռնությունը միջազգային է, այո, եւ շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի նաեւ մշակութային քարտեզում, որովհետեւ հենց Երևանում է տեղի ունենում։ Ունենք արդյոք Հայաստանից մասնակից, ինչ արդյունքներ ունեին 2024 թվականին
Այո, դիրիժորական դպրոցի հետ կապված մի քիչ խնդրահարույց է ինչ խոսք Հայաստանում այդ մասնագիտությունը երիտասարդ դիրիժորներ գիտենք որ այդքան էլ չկան եւ անցած տարի 24 թվականի մայիստրո Թոփշյան նշեց այդ խնդրի մասին եւ բարձրաձայնեց որ պրոբլեմը նաեւ նրանում է որ չկա երիտասարդական նվագախումբ որտեղ դիրիժորները կարող են հմտանալ որտեղ պատկերացրեք երաժիշտ, որը չունի գործիք, նա չի կարող հմտանալ։ Հետևաբար իսկ արդեն կայացած նվագախմբի առջև կանգնելը երիտասարդ դիրիժորի դա շատ մեծ ստրես է, դա գոնե իրենք պիտի սկսեն երիտասարդ նվագախմբերի հետ աշխատանքից, որպեսզի փորձ ձեռք բերեն։ Իսկ անցած տարի մեկ մասնակից եղել է Հայաստանից 24 թվականին, կներեք, իսկ այս տարի նույնիսկ դիմում չի եղել Հայաստանից, ինչը ցավալի է, ինչ խոսք։ Հիմա բոլոր դիմումները եղել են արտերկրից եւ ընտրվել են 6 հոգին, իհարկե, նույնպես արտերկրից Գերմանիա, Գերմանիա, Իսպանիա, Պոլշա, Ֆրանսիա, Ռուսիա։ Գիտեք, եկեք չտխրենք, որ որպես այդպիսին դիմողներ կամ մասնակիցներ չունենք, բայց մայստրոյի այցը գուցե շարժառիթ է ու հրաշալի հնարավորություն համենայնդեպս այն ուսանողների համար, ովքեր պատրաստվում են ճանապարհ բացել դիրիժորական արվեստում։ Իսկ հետաքրքիր է ինստիտուտում կամ ուսանողական շրջանում կա այդ ակտիվությունը, որ օրինակ, եթե ոչ այս տարի կամ մյուս տարի, թեկուզ երրորդ կամ չորրորդ կրթական ծրագրի շրջանակներում նրանք նույնպես կմասնակցեն ու մենք ունենանք օրինակ Հայաստանից մի քանի մասնակիցներ։ Ուսանողական կրթական շրջանում կա այդ ակտիվությունը, թե դեռ դա էլ նկատելի չէ։ Անշուշտ կոնսերվատորիայում կան ուսանողներ, դիրիժոր ուսանողներ, բայց կրկին ասում եմ, դա սա ընդհանրապես դիրիժորի մասնագիտությունը երևի ամենաբարդ մասնագիտություններից է երաժշտական աշխարհում եւ ամենափորձ պահանջող նույնիսկ ասում են դիրիժորը կյանքի երկրորդ կեսի մասնագիտություն է այդքան փորձ պիտի անցնի առավել եւս երիտասարդի համար շատ կարեւոր է ունենալ նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն ինչը պիտի տան երիտասարդական նվագախմբերը որոնց դեռ այս ուրեմն process-ը խմորման մեջ են խոսքով։ Այո։ Փորձենք ամենայնդեպս այո։ Հիմա էկրանին այո ընթացքից կադրեր ենք տեսնում 24 թվականի ակադեմիայից փորձերը դիրիժորների գալահամերգը, որը այս տարի նույնպես կեզրափակի ակադեմիան գալահամերգով 6 դիրիժորները ելույթ կունենան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեկ համերգի շրջանակում միմյանց փոխարինելով մուտքը ազատ է 28-ի համերգի, ուրեմն եւ աժամը 6-ի երեկոյան բոլոր ցանկացողները հրավիրվում են։ Հրաշալի ծրագիր է լինելու, դինամիկ, շատ հարմար, թեկուզ նրանց համար ովքեր երկար չեն կարող նստել դասական համերգների, այս համերգը շատ լավ տարբերակ է։ Հետաքրքիր է մեր երիտասարդ տաղանդները, ովքեր պետք է ի վերջո համերգային ծրագրով հանդես գան, հայ եւ ոչ միայն հանդիսատեսի առջև, ինչպես են գնահատում երևանյան երաժշտական էներգիան, որովհետեւ դե շատերից ենք ամենայնդեպս լսել, որ այո, օդում կա մի անբացատրելի մեղեդի, որ լսում ենք բոլոր նրանք, ովքեր апրում են Երևանում։ Այդ երաժշտական տրամադրությունը թևածում է օդում։ Как вы думаете, как относились, и сейчас уже только вот приедут, участники будут относиться вот к музыкальному как бы вайбу в Армении, да, потому что город пульсирует. Да, они об этом говорили. Вот из первого выпуска, первые 5 дирижеров, которые учились в 2024 году, ни один из них, кроме иранца, который здесь живет, никто никогда не был в Армении. То есть для них это был для всех первый визит. И у нас был дирижер из Мексики, который, улетая, сказал: я не подозревал, что Армения настолько гостеприимна и прекрасна, я не подозревал, что она настолько музыкальна, а вот у меня в Мехико есть оркестр, давайте мы что-нибудь сделаем про Армению с моим оркестром в Мексике. Ну и низко.
Այո, նախորդ ուրեմն սեզոնից կարող է ասել, որ բոլորը բացի մի մասնակցից Իրանից, ով էստեղ ուսանում էր Հայաստանում, որը ոչ ոք չէր եղել Հայաստան մինչև այդ, եւ բոլորը զարմացած էին ջերմությամբ եւ հյուրընկալությամբ հայկական եւ այսքան բարձր մշակութային իրադարձություններից եւ հատկապես մեքսիկացի մի դիրիժոր, որ շատ տաղանդավոր եւ վստահաբար մեծ կարիերա է նրան սպասվում դիրիժոր է եւ արտահայտվել է, որ իր համար ինքը բացահայտեց ուղղակի մեր երկիրը, թե մշակութային, թե զուտ մարդկային տեսանկյունից եւ ինքը ունի նվագախումբ Մեքսիկայում ու առաջարկություն արեց, որ անպայման Հայաստանի հետ կապված որևէ իրադարձություն կազմակերպենք իր նվագախմբի հետ արդեն։ Ահա թե ինչ մտքեր կարող է առաջացնել մարդու մեջ մեր սիրառատ Երևանը, մեր հայրենիքը, մեր Հայաստան աշխարհը։ Եվ ի վերջո այստեղ մի կարևոր բան է պետք է ֆիքսել եւ գնահատել, որ սա ոչ միայն մասնագիտական ու կրթական ծրագիր է, այլ որոշ իմաստով նաեւ կրթական կարող է հանդիսանալ հայ հանդիսատեսի դասական երաժշտության նկատմամբ հարգանքի, սիրո եւ ինչու ոչ նաեւ հետաքրքրությանը զարգացնելու առումով։ Այո, միանշանակ եւ մի կարևոր բան է նշեմ հանդիսատեսի համար նույնպես, որ հունիսի 28-ին ժամը 13:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամ ու կես տևացող ուրեմն workshop կլինի սեմինար մայստրո Պետրենկոյի կողմից դիրիժորական գաղտնիքների մասին։ Այդ մասնագիտությունը շատ առեղծվածային մասնագիտություն է բոլորի համար եւ վստահ եմ, որ շատ ցանկացողներ կլինեն, թե ուսանողների շրջանում, երաժիշտների առհասարակ եւ նույնիսկ ուղակի հանդիսատեսի, որպեսզի իրենք կարողանան լսել մայստրոից, թե ինչպիսի ուրեմն հմտություններ, նրբություններ ունի այդ մասնագիտությունը նույնիսկ բեմից դուրս։ Դա ամսի 23-ին։ 28-ին դաս է այսինքն։ Այո, բայց պատմողական, այսպես ասենք։ Ամսի 28-ին ժամը 1-ին ուրեմն սեմինարն է, իսկ ժամը 6-ին գալա համերգը դիրիժորների, 6 դիրիժորների մասնակցությամբ։ Իսկ 27-ին մայստրո Պետրենկոն ինքը համերգ կղեկավարի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հրաշալի ծրագրով, շատ ուրեմն ինտրիգային գեղեցիկ ծրագիր է, Մորիս Ռավելի եւ Римский-Կորսակովի Շեֆիրիզադե սիմֆոնիկ սյուիտները, ես չեմ հիշում, որ Ռավելը միգուցե կատարվել է, բայց չեմ հիշում, ես չեմ լսել այստեղ ամեն դեպքում եւ Վուզոնի Տուրանդոտ, որը նույնպես շատ հետաքրքիր ծրագիր է, այնպես որ եւ 27-ը եւ 28-ը բաց շտով հագեցված մշակութային երաժշտական շատ գեղեցիկ երեկոներ է սպասում։ Շնորհակալ ենք ձեզ, օրվա հաճելի շարունակություն մաղթենք, ուրախ ենք նաեւ ձեզ հետ սկսելու համար մեր առավոտը։ Այսքանը հիշեք օրերը, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարժվում ենք առաջ։